ինչ է կարծում, ինչ հետ կթողնեք հայ գեղանկարչության պատմության մեջ։ Դե իմ առաքելությունն է որ ստեղծագործեմ, իսկ մնացածը գնահատելը, ասենք, ժամանակը ցույց կտա, ես այդտենց խնդիր չեմ դրել իմ առաջ, նկարում եմ ուղղակի, թե ոնց կգնահատվեմ, ինչ կլինի, կարևորը որ ժառանգեմ երկնքի արքայությունը, հավիտենականության մեջ ես տեղ ունենամ Հիսուս Քրիստոսի մոտ, մնացածը նյութական են, թե այս երկրի վրա ոնց կանեն, ինչ կանեն, որտեղ կկախվի նկարները կամ գնահատվի չի գնահատվի, դա իմ համար բան չի, այդպես ես կռապաշտ չեմ էլի, դա կոչվում է կռապաշտություն, նյութապաշտություն, եթե ես ընկնեմ տենց բաների։ Ուղղակի ազնիվ իմ առաջ, իմ Աստծո առաջ ես ազնիվ եմ, ինչքան որ տրվում է նկարում եմ, ստեղծագործում եմ, հաճելի պահեր եմ ապրում, երբ որ սպիտակ կտավը դրված ես նկարում եմ, ստեղծագործում եմ, ես եւ նկարիչը ընդհանրապես, քանի որ ես մի բան հիշեցի, շատ կարևոր բան եմ ասելու, որտեղ մի քանի նկարիչներից լսել եմ, որ ասում են Աստծո եւ մարդու միջնորդը դա գեղանկարիչն է, բայց դա թյուր կարծիք է, Աստծո եւ մարդու միջեւ այդ հարցը լուծելա Հիսուս Քրիստոսը, դուք ուր եք մտնում, ինչ տիրույթ եք մտնում դա, գեղանկարիչը ստեղծագործում այդ, գեղանկարիչը չգիտեմ ինչ չի, իր գործունեությամբ ստեղծագործող է, բայց պետք չի մտնել Աստծո